Շնորհակալ եմ պատվարժան դատարան, նախ առողջություն եմ մաղթում Տիգրան Գալստյանին, մի քանի հարցադրումներ ունեմ ուղղված կապված բժշկական փաստաթղթերի հետ։ Նախ ծանոթանալով նկատեցի, որ այսինքն լսելով պաշտպանի ելույթը հասկացա, որ առողջական վիճակի վատթարացումը տեղի է ունեցել քրեակատարողական հիմնարկ մուտք լինելուց հետո, ճիշտ է ընկալումը այդ կապակցությամբ։ Խնդիրները առկա են եղել հարգելի հանրային մեղադրող բավականին երկար ժամանակ, քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ այդ խնդիրները առաջ են բերել սրացումներ։ Ու վիճակը այս պահին ախտորոշվել այսպես, այսինքն այնպես չի, որ առողջ մարդ ընդունվել է, հենց այնտեղ ձեռք է բերել, ես անկեղծ ներկայացնում այդ խնդիրները եղել են, այդ ճողվածքները եւ այլն, այնտեղ անպատասխան պայմանների ամենայն հավանականության պատճառով խնամքի, որ չի կարողանում նայել այդ խնամքի, դրանք սրվել են ու առաջաբերել այս իրավիճակում գտնվումը, այսինքն ցավեր միշտ ունեցել է եւ այլն, բայց որ հենախ շարժողական համակարգի վրա ազդի, հենախ շարժողական համակարգը խափանվի, այսինքն այդ թմրացություն չկարողանա քայլի, այդ առաջայեկել ամենայն հավանականությամբ պատշաճ խնամքի բացակայության պատճառով քրեակատարողական հիմնարկ ներկայացվելուց հետո։ Շնորհակալ եմ, իսկ շարժասայլակով տեղափոխվելու խորհուրդը երբ է տրվել։ Երբ որ առաջին անգամ տեղափոխվել է Իզմիրյան բժշկական կենտրոն, հետազոտությունները ու բուժման, այսպես ասած, նախապատրաստական շրջանը սկսվել է, պարզվել է, որ ինքնուրույն գործողություններ այդ առումով չի կարողանում կատարել։ Դրանից հետո միշտ եղել է կամ պարկած, կամ անվասայլակի վրա, այսինքն մոտավորապես հոկտեմբերի 16-17-ից սկսած, երբ որ առաջին անգամ գնացել է քրեակատարողական հիմնարկ։ Այդ ցավերից գանգատվելու եւ այլնի պատճառով է գնացել, դրանից հետո ինքը ոտքի վրա ինքնուրույն երբևիցե չի կանգնել։ Ձեր ներկայացրած փաստաթղթերի համաձայն, եթե ես ճիշտ եմ ընկալում, դեռևս հոկտեմբերի 31-ին ցուցում է տրվել 7-ից 10 օր, խորհուրդ է տրվել ընդմիջել բուժումը, վերականգնողական բուժումը եւ 7-ից 10 օր օգտվել նստասայլակից։ Եթե չեմ սխալվում, վերջի երկու նիստերին Տիգրան Գալստյանը նստասայլակով է, դա ավելի է անում կամ 20 օր արդեն։ Արդյոք այս հաջորդած ժամանակահատվածում կրկին ցուցում կամ խորհուրդ է տրվել, թե պարզապես շարունակել է օգտվել նստասայլակից եւ արդյոք նստասայլակից օգտվելու խորհուրդ կրկին կա։ Տեսեք, բուժումը իրենից երբ որ փորձել են բուժում սկսել այդ ժամանակ, ինչի բան եղել։ Տիգրան Գալստյանը, քանի որ դատական նիստեր պետք է լիներ կարող խափանվել, ասել է հիմա պատրաստ չեմ, գնամ հետ քրեակատարողական հիմնարկ։ Այդ խորհուրդը այդ ժամանակ է տրվել, որ նույնիսկ եթե դու գնաս քրեակատարողական հիմնարկ, պետք է անընդհատ անվասայլակի վրա լինես։ Ու այդ պահից սկսած հետո վիճակը չի կազդուրվել, որ ինքը մի հատ էլ այդ ցուցումը վերափոխվի, այսինքն ինքը այս պահին որ գտնվում է, ես որ գնում եմ հիվանդանոց, այնտեղ 24 ժամյա ռեժիմով քրեակատարողական ծառայության աշխատակիցներն են այնտեղ, որևէ մեկը, որևէ անգամ Տիգրան Գալստյանին ոտքի վրա չի տեսել այս ժամանակահատվածում, այսինքն կամ պարկածա, կամ անվասայլակին, որտեղ օբյեկտիվ հնարավորությունը չկա, այսինքն ոչ թե ցուցումի բացակայություն, այլ օբյեկտիվ հնարավորություն չկա, որ հիմա կանոնացնենք ընկնի։ Մեկ հարց է, 31-10-ի դրության դուրս գվելիս Տիգրան Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Դրանից հետո առողջական վիճակի ծանրության գնահատում կատարվել է, եթե այո, ստաբիլ է եղել վիճակը, թե ծանրացում կամ բարելավում է։ Փաստաթղթային առումով բարելավում չկա, բարելավում լինելու պարագայում քրեակատարողական հիմնարկից հետ չէր ուղարկվի Իզմիրյան բժշկական կենտրոն։ Մի քիչ մանրամասներ կա, որ կարող եմ ներկայացնել, բայց ցենց հրապարակային չէ, էլի անհնար է եղել քրեակատարողական հիմնարկում մի խոսքով սանիտարահիգիենիկ պայմանների եւ այլն հետ կապված մարդը հաց չի կերել, երբ որ գտնվել է քրեակատարող ուրիշ խնդիրներից խուսափում։ Այդ է եղել։ Ու իրան տեղը բարելավում միանշանակ չի եղել, ընդ որում ավելի է եղել։ Այդ քներակի այդ անոթային համակարգի վրա պարոնացայի ճողվածքի ազդեցությունը շատ մեծ է, դրանից է բերվել դմբրվածությունը եւ մկանային
կարգի կոմանց դիսֆունկցիա։ Լավ, ձեր տրամադրության տակ առկա է արդյոք այնպիսի փաստաթուղթ, որը կփաստեր, որ Տիգրան Գալստյանի բուժումը քրեակատարողական բժշկության պայմաններում հնարավոր չէ եւ արդյոք կան այնպիսի բուժումներ, որոնք բացառապես արտաքրեակատարողական եղանակով կարող են իրականացվել։ Ես կարող եմ, ասենք, կարող է բանալ թվա այդ պահը, բայց ցուցումների մեջ օրինակի համար նույն քրեակատարողական բժշկության կենտրոնից տրված պատասխանում այնտեղ նշված է, որ օրինակի համար եմ ասում, լողավազանային հաճախականություն եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է դա օբյեկտիվ իրականություն է, որ քրեակատարողական հիմնարկի պայմաններում այդ լողավազանային եւ այլն բուժումը հնարավոր չէ ստանալ։ Բացի այդ, կարծում եմ, որ կարևոր նշանակություն ունի հանգամանքը այդ հատվածը, որտեղ նշված է, որ Տիգրան Գալստյանին մշտական խնամք է նկատելի դա։ Տիգրան Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանոթության եւ պահանջում է մշտական խնամք, այդ թվում խնամակալի առկայություն։ Հիմա քրեակատարողական հիմնարկում խնամակալի առկայությունը ես մենակ ինձ եմ գիտեմ, այդ խնամակալը կալանավորել տանել, որպեսզի խնամի։ Կարծում եմ այդ տարբերակով չենք։ Այսինքն այս պատասխանը տվելա ոչ թե բժշկական հաստատությունը, այլ այն հաստատությունը, որը կալանավորված անձի առողջության խնամքով պետք է զբաղվի, այսինքն քրեակատարողական բժշկության կենտրոն պետական ոնջառեւտրային կազմակերպությունն է տվել, որ իրեն անհրաժեշտ է խնամակալ։ Հասկանալի։ Պատվարժան դատարան գտնում եմ, որ Տիգրան Գալստյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են եւ չեն վերացել, մասնավորապես նրան մեղսագրվող հանրային վտանգավոր արարքների հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, ակնկալվող բաժի խստությունը, նրան մեղսագրվում են հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատժիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով եւ պետության անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժը նախատեսված նույնպես բացառապես ազատազրկման ձևով։ Այսինքն մեծ է հավանականությունը, որ խափանման միջոց կիրառված չլինելու պայմաններում Տիգրան Գալստյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարկագիծ, մասնավորապես նրա մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանը թույլ է տալիս կանխատեսական դատողություններ կատարել այն մասին, որ նա կարող է խոչընդոտել վարույթի քննությանը, այսինքն չկատարել քրեական դատավարության օրենսգրքով եվրադրված պարտականությունը, միջամտել ապացուցման գործընթացին, ինչպես նաև թաքնվել վարույթն իրականացնող մարմնից։ Ուստի գտնում եմ, որ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը առկա է։ Այդուհանդերձ ներկայացված բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից թեև ակնհայտ է, որ կյանքին վտանգ սպառնացող վիճակ առկա չէ, վիճակը բնութագրվում է որպես միջին ծանրության, այնուամենայնիվ, քանի որ խոսքը վերաբերում է առողջության պահպանության սահմանադրական իրավունքին, ուստի գտնում եմ, որ նվազ միջամտությամբ սահմանադրական իրավունքի սահմանափակումը կարող է կիրառել լինել այս պարագայում եւ միջնորդում եմ փոխել կիրառված խափանման միջոցը եւ կիրառել տնային կալանք Տիգրան Գալստյանի նկատմամբ։ Նաեւ կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը եւ ըստ էության կիրառել համակցված խափանման միջոցներ տնային կալանք եւ բացակայելու արգելք։ Պատվարժան դատարան թույլ կտաք մեկ երևույթ եմ նկատում այս նիստերի դահլիճում, ցանկացած երևույթից հետո դահլիճը բուռն արձագանքում է, դա կլինի մեղադրանքի կողմի դիրքորոշման համաձայն լինելով պայմանավորված կամ անհամաձայնություն հայտնելով պայմանավորված, գտնում եմ, որ ծափահարությունները դատական նիստերի դահլիճում թույլատրելի եւ ընդունելի չեն եւ խնդրում եմ այդ այսօր բացառել ծափահարությունները դատական նիստերի դահլիճում ցանկացած իրավիճակում։ Վերջին նկատառումը մեղադրանքի կողմից իրականացվել է դատամիտ,
այժմ գտնվող անձիկ ձեր վերաբերմունքը խնդրում մի փոքր ավելի զուսպ արտահայտել այս կապակցությամբ ցանկացած մեղադրյալի նկատմամբ եւ խնդրանքն եւ պահանջը դատարանի, որպեսզի ավելի մեղմ ձեր վերաբերմունքը արտահայտեք, այսինքն այդ ծափարությունների կամ այլ բաների անհրաժեշտությունը չկա։ Վարդի մյուս մասնակիցները ցանկանում են արտահայտվել այս կապակցությամբ պաշտպանական կողմի կամ մեղադրանքի կողմի մյուս մեղադրողը ցանկանում է արտահայտվել։ Պատվաստան դատարան, եթե հիշողությունը չի դավաճանում, առկա կալանք կապամիջոցը կիրառելու ժամանակահատվածում, նաև կիրառված են եղել սահմանափակումներ, դրանք խնդրում եմ մյուս կապամիջոցները դատարանի կողմից մեր պարագայում սահմանափակումները պահպանել։ Վարդի մյուս մասնակիցները ցանկանում են արտահայտվել թե ոչ։ Հակիրճ։ Պատվարժան դատարան, հրապարակային դատաքննության պարագայում եւ ներկա անձանց եւ առհասարակ հասարակության համար լուրջ բժշկական գիտելիքների տիրապետելու անհրաժեշտություն չկա, այն փաստի ուժով, որ անձը գնացել է քննչական կոմիտե իր ոտքով, իսկ դատարանը ներկայանում հավասարակով, այսինքն անձի առողջության վատթարացումը կալանքի կրման պայմաններում եղել է ակնհայտ եւ նաեւ կիրառված սահմանափակումների պատճառով։ Ոստի գտնում եմ, որ եւ անձի առողջության կարեւորության տեսանկյունից եւ մարդասիրության սկզբունքի եւ առհասարակ չխորանալով այս գործի այլ նկարագրերի մեջ, որ ընդհանրապես անձը որևէ սահմանափակման տակ չպետք է լիներ ապօրինի հետապնդման պատճառով, գտնում եմ, որ անձի նկատմամբ պետք է ընտրել առավելագույն խափանման միջոց, հաշվի առնելով, որ առկա առողջական վիճակները գրեթե նույն ինտենսիվությամբ պահպանված են լինում նաև տնային կալանքի պարագայում, ընդ որում անձի համար նույնիսկ դժվարություն է ներկայացնելու վարչական հսկողություն խափանման միջոցի առավել խիստ պայմանների կիրառումը, թեկուզ շաբաթական մեկ անգամ կամ երկու անգամ պրոբացիայի ծառայություն ներկայանալ այս կարգավիճակով, քանի դեռ անձի առողջությունը թելադրում է, որ ինքը դատական նիստերի դահլիճը ներկայանա անվասայլակով եւ նույնիսկ հնարավորություն չունենա գլուխը թեքել այլ կողմ, քան դատարանի նախագահի նկատմամբ ուղղված դիրքով են նստում եւ այս աստիճանի սահմանափակումները ընդհանրապես չեն հուշում, որ անձը կարող է որևէ տեսական ռիսկ ներկայացնել վարույթի համար։ Պատվաստան դատարան, չնայած հարգելի մեղադրողները միջնորդեցին, որ կիրառվի տնային կալանք, բայց այս ամբողջ դատաքննության ընթացքում այն անձանց նկատմամբ, որ կիրառված է տնային կալանք, բոլորից պարզ դարձավ, որ բժշկական օգնություն ստանալու հարցում բավականին լուրջ խնդիրներ են առաջանում, հատկապես էլեկտրոնային սարքերի կրելու պայմաններում, իսկ Տիգրան Գալստյանը, ինչպես տեսնում ենք, ողնաշարի հետ կապված եւ այլ խնդիրներ ունի առողջական, ինչով պայմանավորված նաեւ անհրաժեշտություն կարող է առաջանալ հետազոտությունների ենթարկվել եւ այդ էլեկտրոնային սարքը նրա համար խնդիրներ կառաջացնի եւ կարծում եմ, որ այս պայմաններում ճիշտ է, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի վարչական հսկողություն։ Նորե, Տիգրան Գալստյան, ցանկանում եք արտահայտվել։ Մեկ հարց։ Ես չեմ արտահայտվել միջնորդությամբ։ Ես մեկ հարց կտամ, հետո դուք մանկանք։ Այլընտրանքային խափան միջոցներ կիրառելու հետ կապված դուք ի վիճակի կլինեք այդ պայմաններում ճիշտ ժամին ներկայանալ դատական նիստին, թեկուզ որևէ անձի վիճակի կլինեք ներկայանալ։ Սահմանափակվում է ելույթները բացառությամբ պաշտպանի Ռուբեն Մելիքյանը չի ներկայացել պաշտպանը։ Չէ, չի ներկայացել, Եթե ցանկանում եք արտահայտել կարճ պաշտպանը։ Այո, պատվարժան դատարան։ Տեսեք, առողջական վիճակի, քանի որ ոնց որ նախորդ դատական նիստերից այս հարցը երբ որ քննարկվում էր,
Հանրային մեղադրողների խոսքը այդ առումով չի տարբերում խափան միջոց ընտրելու անհրաժեշտություն կապված, այսինքն մեղսագրված արարքի հանրային վտանգավորություն, դրանից բխող որոշակի վարքագծի հավանականություն, բայց քանի այս process-ը շարունակվում է, այդ գործողությունների հավանականության վերաբերյալ փաստական տվյալներ պետք է ներկայացվեն։ Հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, այսպես ժողովրդական խոսք կա, էլի, հանրային մեղադրողները այդ ասելուց վկայակոչվում են մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է իրենց կողմից։ Դրա հիման վրա դատարանը որոշում է կայացնում, հետագայում վկայակոչվում է այդ որոշումները, որոնք որ բողոքարկվել են եւ այլն։ Այսինքն փաստ որպես այդպեսին մենք չունենք, մենք ունենք դատավարական փաստաթղթեր, որոնք հիմք ընդունելով միջնորդվում է կիրառել խափանման միջոցներ։ Ես կարծում եմ այդ նման գործողությունները անթույլատրելի են, այսինքն կոնկրետ պետք է այդ խափանման միջոցները անհատականացված լինեն, կոնկրետ անհատականացումը ոչ թե պետք է պայմանավորված լինի անձի առողջական վիճակի առկայությամբ կամ դրա վատթարացման կամ լավացման, այլ կոնկրետ վկայակոչվում է ապօրինի ներազդեցության հետ կապված հանգամանքները, դրա վերաբերյալ փաստական տվյալներ, ոչ թե դատական ակտեր, այլ փաստական տվյալներ, որոնք են այդ փաստական տվյալները։ Ես դες հայտնացնում եմ, որ այս քրեական վարույթում Տիգրան Գալստյանի մի կողմ ենք թողում այն մասը, որ առնչակցության վերաբերյալ մեծ խնդիր է առաջանալու հիմնական դատալսումների փուլում, բայց նույնիսկ այդ ենթադրյալ գործողությունները կատարելու որևէ հիմնավորում չկա, կամ նույնիսկ թաքնվելու հետ կապված, իրավիճակի հետ կապված որևէ փաստական տվյալ այդ առումով չկա։ Բայց նաև ուզում եմ արձանագրենք մի ուրիշ հանգամանք։ Հանրային մեղադրողները միջնորդեցին, որպեսզի ծանոթանալով Տիգրան Գալստյանի առողջական վիճակի հետ կապված, միջնորդեցին, որպեսզի կիրառվի տնային կալանք խափանման միջոցը։ Փիցուկ ենթադրենք դատարանը բավարարում է այդ խափանման միջոցը, այս պահին Տիգրան Գալստյանը գտնվում է Իզմիրյան բժշկական կենտրոնում։ Ո՞նց է այդ խափանման միջոցը կիրառվել։ Հիվանդանոցային կալանք նման եզրույթ ենք մտցնելու մենք քրեական դատավարության այս process-ի մեջ, պատվարժան դատարան։ Ուղղակի անհնար է։ Մենք բազմաթիվ քրեական վարույթներով ականատես ենք լինում են իրավիճակին, երբ որ ոստիկանության մեր արգելի ծառայողները ասում են, որ բացի դատարան տանել բերելու տնային կալանքի հետ կապված խափանման միջոցներն որևէ այլ գործառույթ չենք իրականացնում։ Դուք քաջատեղյակ եք դրա մասին։ Եթե Տիգրան Գալստյանի նկատմամբ կիրառվի տնային կալանք խափանման միջոցը, ես դրա համար ներկայացրեցի ցուցված բուժումը, շարունակել դեղորայքային բուժումը, կինեզոթերապիա, ֆիզիոթերապիա։ Անդրայությունը չկա, արգելի պաշտպան, որովհետև դուք ես նշեմ, որ նշված է նաև փաստաթղթավորված ներկայացել եք դատարանին, կրկնելու անդրայությունը չկա։ Իրավիճակն եմ ուզում ներկայացնել։ Դատարանը այս միջման ընթացքում նաև հնարավորություն ունեցավ ամբողջական ծանոթանալ այդ փաստաթղթերին։ Էականա կարծում եմ այն հանգամանքը, որ տարբեր բուժ հաստատություններում պետքա բուժում ստանա։ Հիմա այդ տնային կալանքի պարագայում մենք կոպիտ ասած անընդհատ ընկնելու ենք դատարանի դուռը, որ չեն տեղափոխում թույլտվությունը, տալիս է դատարանը, ոնց անենք դուք ձեր միջոցներով գնացեք կամ շտապօգնությունով գնացեք, այս հիվանդության պարագայում շտապօգնությունը բնականաբար որևէ գործառույթ չի իրականացնելու ու շարունակելու ենք մնալ այդ անվերջ շրջապտույտի մեջ պատվարժան դատարան։ Խնդիրը դրանում է։ Երեք դիցուկ, երեք չարաչար ես եղել եմ Տիգրան Գալստյանի մոտ, քանի որ կալանքի տակ էր գտնվում ու բազմապրոֆիլ գործողություններ պետք է արվեր։ Իզմիրյան բժշկական կենտրոնում նյարդավիրաբույժ չկար։ Այլ հիմնարկից խնդրել են եւ այլն իրենց միջոցներով հրավիրեն եկել այստեղ։ Եթե ինքը կալանքի տակ չգնար, կգնար նաեւ այն բան։ Ու նաեւ այն մյուս պրոբլեմը։ Սահմանափակվենք։ Այն մյուս պրոբլեմը պատվարժան դատարան, որ առկա է Տիգրան Գալստյանի մոտ, որը էլի առանձին բուժում է, շագանակագեղձի հետ կապված առանձին բուժում է ենթադրում։ Տեսեք, մենք հեռու ենք այն մտքից, որ Տիգրան Գալստյանը կարող է թաքնվի, այդ վարքագիծն էլ է խոսում այն մասին։ Անցյալ նիստին Տիգրան Գալստյանն նշեց, կոնկրետ բժիշկները թույլ չեն տալիս գալ։ Ինքը ասաց, ես չեմ կարող, պարտականություն ունեմ։ Ու ցավերով եւ այլնով ընդմիջվեց նախորդ դատական նիստի, որպեսզի բժշկական օգնություն տրամադրվի եւ այլն եւ այլն։ Ներկայացավ դատական նիստի։ Ես ինքս հավաստիացնում եմ ձեզ, վարչական հսկողություն կիրառելու պայմաններում ես ինքս կապահովեմ Տիգրան Գալստյանի կլինի անվասայլակի վրա, կլինի մնացյալի վրա ներկայությունը դատական նիստի։
Տիգրան Գալստյանի պատճառով ապացուցման process-ը, դատական քննության բնականon ընթացքը որևէ անգամ չի խաթարվել։ Մեր ցանկացածը դատարանից հետևյալն է։ Այս մարդը զբաղվի, պատշաճ զբաղվի, ոչ տեխնիկական խնդիրներով, զբաղվի իր առողջությամբ։ Ու նաև ես ինքս խոսք եմ տալիս, երբ որ առողջական վիճակը կարգավորվի, բերենք այդ ժամանակ լրացուցիչ, այդ հարցը ես ինքս քննարկման առարկա կդարձնեմ։ Եկեք հիմա քննարկենք, տնային կալանք հիմա տանենք, թե չտանենք, բայց առողջ մարդուն տանենք, որպեսզի ձևականությամբ չզբաղվենք։ Ես ինքս ասում եմ, հուժվեց, ես կգամ այդ հարցը կբացատրեմ պատվարժան դատարան։ Ասեմ եկեք քննարկենք, էլի այս վիճակով այս ժամանակը անցավ, արժի տանել տնային կալանքի, թե չէ։ Աջելի պաշտպան դատարան լսեց ձեզ նստեք։ Մենք խնդրում ենք նաև այլընտրանքային հետ բացակայելու արգելքի հետ կապված որևէ առարկություն չունենք, կիրառել վարչական հսկողություն, ընդ որում էլեկտրոնային սարքերի հսկողությամբ պատվարժան դատարան, որպեսզի Տիգրան Գալստյանը կարողանա իր առողջությամբ զբաղվել։ Նստեք, MRT-ն անցել է, ասենց հաճախ չի անցնում։ MRT-ի կարիք չկա, չէ՞։ Պատվարժան դատարան, այո, ինքը անցել է MRT սեպտեմբերին, ինքն էլ խորհուրդ չի տրվում հաճախ անել, այսինքն բուժման ինչ-որ կուրս պետք է անցնի, որից հետո նոր MRT է։ Եթե դրա մենք առարկություն չունենք էլեկտրոնային միջոցների կիրառման, պատվարժան դատարան։ Մեղադրյալը որևէ բան ցանկանում ավելացնել, վարորդի մասնակիցներ դատարան լսելով վարորդի մասնակիցների կարծիքը գտնում է, որ քրեական վարորդի ընթացքում մեղադրյալի նկատմամբ նախորդի նշված կալանքի հիմքերը նվազել են եւ այլընտրանքային խափան միջոցների կամ դրանց համակցությունը իզորու են ապահովելու մեղադրյալ Տիգրան Գալստյանի վարչաշ վարքագիծը, հետեւաբար դատարանը որոշեց հետևյալը. տնային կալանքի ժամկետը լեռնանալուց հետո 2025 թվականին նոյեմբերի 25-ից հետո անմիջապես մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափան միջոցներ, բացակայելու արգելքը եւ վարչական հսկողությունը։ Վարչական հսկողության ընթացքում մեղադրյալը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել իրավասու մարմնում, այսինքն պրոբացիայի ծառայությունում եւ առանց վարորդի իրականացնող մարմնի թույլտվության չփոխել մշտական բնակության վայրը, չհաղորդակցվել սույն վարորդով, սույն քրեական վարորդով մեղադրյալների եւ այլ պաշտպանների հետ, մեղադրյալների այլ պաշտպանների հետ եւ վարչական հսկողությունը, պարտականությունը հսկողության հսկումը պետք է դնել պրոբացիայի ծառայության վրա, մեղադրյալը պետք է այն կրի էլեկտրոնային հսկողությունը պետք է իրականացնել էլեկտրոնային սարքավորումների միջոցով, որը որ մեղադրյալը պարտավոր է կրել, եւ չպեչացնել։ Ուրեմն բացակայելու արգելքի մասով որոշման կատարումը կհանձնարարվի իրավասու մարմնին, վարչական հսկողության մասով բնականաբար պրոբացիայի ծառայությանը։ Որոշումը ստանալու պես այն կարող եք 10-օրյա ժամկետում բողոքարկել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան։ Սա դատարանի որոշումն է։ Այսինքն նոյեմբերի 25-ը լեռնանալուց հետո վարչական հսկողություն համակցված բացակայելու արգելքով։ Ես պայմանները արդեն իսկ նշեցի։ Պարզ է։ Պատվարժան դատարանի բարձաբանման հետ կապված, այսինքն մինչև ամսի 25-ը կալանքի քրեակատարական ծառայության աշխատակիցները մնալու են մինչև ամսի 25-ը։ Մինչև ամսի 25-ը մեկ վայրկյան լսեք ու շատ դիր ես ասել։ Կալանք խափան միջոցը ընտրված է մինչև նոյեմբերի 25-ը։ Պարզ հստակ դատարանը որոշումը կասեց։ Խափանան միջոց կալանքի ժամկետը լեռնանալուց անմիջապես հետո խափան միջոցներ են համակցված կիրառվելու։ Կիրառումը խափան միջոցները բացակայելու արգելքը համակցված վարչական հսկողության հետ։ Նորից եմ կրկնում, շաբաթը մեկ անգամ մեղադրյալը պարտավոր է գրանցվել պրոբացիայի ծառայությունում, շփում չունենալը սույն վարորդով, քրեական վարորդով
մեղադրյալների եւ նրանց պաշտպանների հետ, մյուս մեղադրյալների եւ բացի այդ նաեւ չփոխել իր բնակության հասցեն, իսկ փոփոխելու դեպքում բնականաբար այդ մասին տեղեկացնել դատարանին։ Հաշվի առնելով նաեւ առողջական վիճակը, դատարանը անգամ ժամային սահմանափակում չի կիրառում։ Հաշվի առնելով առողջական վիճակը չի բացառում ուշ ժամերի նաեւ անհրաժեշտություն լինի բուժ հաստատություն դիմելով։ Պարզ է։ Պարզ է։ Հաջորդի մյուս մեղադրյալի հետ կապված Դատարան 10 րոպե կարող է կրկնիչում հայտարարել։ Ինչու 10 րոպե չէ։ Չկա առարկություն։ 10 րոպե չափով չէ։ Այդ տաղտաները կարող են